շատ ձեր հրավերքի համար, մեծ հետաքրքրությամբ լսեցի մեր գործընկերների ելույթները։ Ես առաջարկ ունեմ, որը ուզում եմ, որ ընդունվի այդ նույն հարգալից զգացմունքով, որով ես դա ասում եմ։ Մենք այս բոլոր թեզերը լսում ենք արդեն 5 տարի։ Մենք բոլորս այս թեզերը գիտենք անգիր։ Մենք բոլորս համաձայն ենք իրար հետ։ Մենք Երևանում հավաքվելով սեղանի շուրջը նստելով ոչ մի բան չենք փոխելու Հայաստանի ապագայում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվելու է Լոնդոնում, Անկարայում, Բաքվում, Թել Ավիվում եւ Վաշինգտոնում։ Եթե այսպիսի տրենդերը շարունակվեն, մեր մոտ կա միայն մի հարց, մեր այդպես օրակարգում միայն մի հարց։ Ինչպես այնպես անել, որ այս խումբը չհաղթի հունիսի ընտրությունների ժամանակ, կամ ինչպես կանխել այս ընտրությունների կեղծիքները մինչև նրանք կեղծվեն։ Ինչպես անել, որ այս բոլոր PR շոուները, որը կազմակերպում է այս ռեժիմը, օրինակ օգտագործելով Միացյալ Նահանգներից այս բարձրաստիճան պաշտոնյայի այցը, որ նրանք օգտագործելու են մաքսիմալ ձևով թատրոն են սարքելու, ինչպես թույլ չտալ, որ դա օգտագործվի իրենց օգտին, ինչպես կանխել այդ Եվրո թատրոնը, որը նրանք նախատեսել են գարնանը։ Կա միայն մի հարց, որովհետև մեր արտաքին քաղաքականությունը ունեն անկախ պետություններ, Հայաստանը արդեն անկախ պետություն չի։ Եթե մի երկրի ղեկավարը մրցանակ է ստանում իր ժողովուրդը հանձնելու համար, դա անկախ պետություն չի։ Այսինքն կա միայն մի հարց, ինչպես դա անել։ Եվ ես կառաջարկեի, որ մեր այս քննարկումների տեղը մենք այս քննարկումները անցկացնենք ռայոններում, գյուղերում, այն մարդկանց հետ, ովքեր մինչև հիմա չեն հասկանում, թե ինչ է լինելու հետևանքը այս խմբի իշխանության մնալու։ Հիմա ես ուղղակի երկու խոսքով կասեմ, կվերջացնեմ, այստեղ երկար խոսալու բան չկա։ Աշխարհը կիսվելու է գետերությունների միջև։ Մեր ռեգիոնում, ինչպես ես մի քանի տարի ասում եմ, ձևավորվել է արդեն։ Ես առաջ ասում եմ ձևավորվում է, հիմա արդեն բոլորը տեսնում են, որ ձևավորվել պրծել է։ Ստրատեգիական դաշինք, Ադրբեջան, Իսրայել, Թուրքիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ, Արևմուտք։ Ինչ այլ ընտրանք կարող է Հայաստանը այստեղ գտնել։ Բոլորս գիտենք, այդ երկրներն էլ գիտենք, ինչ որ քայլեր արվում են այդ ուղղությամբ։ Եթե այս իշխանությունը մնալու է, մենք ստիպված ենք լինելու ենթարկվել Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես արդեն ասվեց այստեղ, եւ կամաց կորցնելու ենք ոչ միայն մեր անկախությունը, այլ նաեւ մեր պետականությունը։ Թուրքիան եւ Ադրբեջանը խելացի խորամանկ ղեկավարներ ունեն, որոնք բաց չեն թողնի այս հնարավորությունը ընդմիշտ ազատվել հայկական գործունից։ Եթե հնարավոր լինի թույլ չտալ, որ այս մարդիկ նորից մեզ բոլորիս խաբեն եւ մնան իշխանության, միակ ուրիշ ձևն է գտնել ուրիշ կենտրոններ, որոնց հետ կարելի համագործակցել Իրան, Ռուսաստան, գուցե Հնդկաստան, գուցե ուրիշ ուժի կենտրոններ Ասիայում եւ ինչ-որ ձևով հակակշիռ ստեղծել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այստեղ երկար խոսալու ոչ մի բան չկա։ Եվ կրկնում եմ, որ կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի մենք իրար համոզելու տեղը գնանք համոզենք այն մարդկանց, ովքեր դեռ կազմում են այդ 17 թե 20 թե 25%-ը, որը դեռ աջակցում է այս խայտառակ կառավարությանը։ Շնորհակալություն։ Արարածիկյան, շնորհակալություն։